Եթե ոչ Երևանը, որ քաղաքի քաղաքապետը կուզեիք լինել։ Ոչ մի։ Իսկ ինչի մասին է մեր Երևանը։ Մարդկանց մասին առաջին հերթին, ընկերության։ Որն է այն ամենաաբսուրդ խնդիրը, բողոքը, որը քաղաքացիները անձամբ դիմել են ձեզ։ Կլինի այս ամիս չքանդենք, ասենք մյուս ամիս քանդենք։ Բայց այդ չասելը դժվար չի։ Սկզբունքները պետք է համահավասար լինեն բոլորի համար։ Չեն ասել, այս փողոցի անունը կարանք փոխենք ունենք Պապայիս անունով։ Ասել են 408 հատ ռեպորտաժ կա մետրոյի բոլոր կայաններից։ Ինչի չենք կարում, սովորական մարդիկ էս հանգիստ նկարենք։ Ռազմավարական նշանակության կարող է լինել թունելների տեղադիրքերը։ Եթե ապաստանը նույնիսկ քարտեզը կա մետրոյի, բոլորը գիտեն մետրոն որտեղ է, այդ ինչ էթնիկ ապաստանն է, որ բոլորը գիտեն։ Ողջույն, դուք նոր ալիքում եք ու նորից մենք Զավզակներս ենք։ Այսօր մեզ հյուրա Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Շնորհակալություն շատ, որ եկել եք։ Շնորհակալություն, բարի։ Զավզակություն անենք, հերիքելա բոլորը։ Կարող եք օգտվել, պարոն Ավինյան։ Միա ձեզ պետք է անկեղծանամ։ Ես սպասել եմ այսօրվա, որ մենք տետ-ա-տետ հանդիպենք։ Գիտեք չէ, ահագին ժամանակ ես ձեզ չեմ սիրել, ահա որ շատ, բայց բացատրեմ ինչի։ Այս պատմությունը շատ սյուր է, ուրեմն հələ դուք քաղաքապետ չէիք, բայց արդեն հեղափոխությունից հետո էր ես թմբլիկ էի այդ ժամանակ ու գնացել էի շարժանկարիչների միության պայմանատում հանգստանալու։ Դուք այդ օրը եկաք ու սկսեցիք բասկետբոլ խաղալ։ Մենք մի թմից էինք խաղում։ Վոլեյբոլ, հա, գներեք բասկետբոլ։ Ու չեք թողում ես այդ գնդակը վերցնի, որտեղ թմբլիկ եք, ու դուք այն դեմը կտրում եք, որ բացառվում։ լուրջ եմ ասում ունեցեիք ազդեմ։ Ես ամեն ինչ արել եմ, որ մեր թիմը հաղթի։ Այդ նույնիսկ բայց ասել եմ, неужели չի տենում, ես էլ եմ ուզում, այսպես փոքր երեխով ես կանգնած սպասել եմ եւ եմ ես այդ գնդակով խաղալու։ Հերյուրանքներ եմ տարածել ձեր մասին այդ ժամանակ, ասել եմ իզուրա, որ ինքը ընտրվել է։ Ասեմ իմ արեք, բայց հիմա արդեն նորմալ է։ Հասկացա։ Ծանոթացեք էս մեր խոսքի ձկնիկն է, ինքը ամեն ինչ լսում է, բայց նաև շատ վստահելի մարդ է, ստեղից ոչ մի բան դուրս չի գալիս, ինձ առաջ եղել են էլի մարդիկ, տենց շատ պաշտոնավոր։ Հա, ինչ ասած։ Ապովա, ածեից ապով։ Շատ լավ, եկեք վստահենք։ Այո։ Մենք ունենք տակ հարցեր, հեսա բերեմ ձեր համար։ Այո, պատրաստել ենք։ Այո։ Տակ հարցեր, Համով տակ հարցեր, հա։ Այս յանի տակ է, տիպը չի։ Այստեղ միշտ փոքր մինատյուրա են կան մի փր շատ։ Այդ դուք ես ռախում խաղարկում միշտ դա։ Ձեզ տակ հարցեր ենք տալու հեսա։ Եվ առաջին հարցը, պարոն Ավինյան, որն է այն ամենաաբսուրդ խնդիրը, բողոքը, որը քաղաքացիները անձամբ դիմել են ձեզ, հենց ձեզ։ Բացի այսօրվա մեր խնդրանքից։ Ձեր խնդրանքները աբսուրդ չէ, բայց երևի ամենաաբսուրդը հարևանների միջև վեճերն են, բայց դրանից էլ ավելի աբսուրդ եղել է մի դեպք, երբ որ մի ընտանիքի երկու տարբեր անդամներ դիմել են ինձ իրենց ներսի վեճի կարգավորման սեփականաշնորհման համար է։ Ինչ որ տենց պատուհան բացել կամ չբացելու եւ այդ ընտանիքի երկու անդամները դրա շուրջ ունեին վեճ եւ չէին կարողանում իրանց վեճը Շոքուրս չի ստորագրում ժառանգությունը, պարոն Ավինյան։ Այդ լուծեցիք այդ հարցը թե անհնար։ Ոնց որ ինչ որ հաշտեցման տարանք իրանց, չեմ հիշում լուծման վերջնական տարբերակը ինչ էր, բայց հիմնականում ամենաաբսուրդ խնդրանքները դրանք չեն վերաբերվում մեր բուն գործառույթներին, դրանք տենց ավելի հոգեբանական աջակցության մասին են, որ մարդկանց բարբերաբար հարկավոր է։ Իսկ օրինակ չեն ասել, այս փողոցի անունը կարանք փոխենք ունենք Պապայիս անունով։ Ասել են, անկեղծ վճար են օրինակ միլիոններ մեծարուսներ։ Վճարել չեն առաջարկել, բայց տարբեր մարդկանց իրենց հարազատների անուններով նման առաջարկներ լինում են։ Ես ասեմ ավելին, որոշ դեպքերում այդ առաջարկները բավարարվում են Երևանի ավականու կողմից, այո։ Բա փողոց կա ինչ որ մեկի Պապայի անունով։ Բայց այո, կա փողոց, որ ինչ որ մեկի Պապայի անունով է, ու շատ փողոցներ կան, որ այդ ինչ որ մեկի Պապայի անունով են, բայց այդ Պապան վստահաբար ինչ որ մի կարևոր գործիչ է։ Մեր երկրի խորացա։ Թե չէ շատ սիրով ես Վարդան Գալոյան փողոցում։ Հա, ես էլ ասում ինչ է, լավ, այս պապ թակավորն է ինչ որ մեկի Պապայի անունով։ Ինչքան են վճարել, չէ։ Պարոն Ավինյան, իսկ եղել է տենց ինչ որ դրվակ ձեր խոսքից, որ ասենք մարդիկ սարքել են մեմ, դուք տեսել եք ու սենց լիաթոք ծիծաղել եք ու ուղարկել եք ձեր ընկերներին։ Հաստատ է եղել, հա։ Հաստատ եղել է։ Մի քանի նման ինչ որ բաներ հիշում եմ,
մեկը այն էր, որ անընդհատ մարդկանց վախացնում էին, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ։ Հա։ 300 դրամ։ Հենց կարող է շատ լիաթոք չէ, բայց մի փոքր ծիծաղել եմ։ Բայց երևի էլի 1-2 կլինի այլ։ Իսկ այն տեսանյութը, որ տարածվել էր, որ դուք sense դուրս եք գալի, ինչ որ sense մարդիկ որոշել էին, որ դա թմրանյութի հետ է կապված, դա անգամ դուք դրա մասին այդ որ նայում եք, օրինակ ինչ է ձեր ռեակցիան, որ օրինակ ես այդ պահերին պանիկա կանեմ, կլացեմ, կասեմ։ Չէ, սովոր եմ արդեն, այսինքն երբ որ դու անընդհատ գիտես, որ մարդիկ լինելու են մարդիկ, որոնք որ փորձելու են ինչ-որ մի բան կոնտեքստից կտրել եւ ինչ-որ մի անկյան տակ ինչ-որ մի բան ցույց տալ, ու արդեն այդ քո էմոցիոնալ, այսպես ասած, վայրի վերումները շատ ավելի հանդարտ։ Բայց լինում է որ հատուկ էլ անեք, որ ասենք, գիտեք որ սա հաստատ մի բան անեք, sense մեմ Կանում ստացվում է ուղղակի, հենց այդպես ստացվում է, թե չէ տենց չեմ հիշում, չէ, դժվար, հատուկ մեմի համար ինչ-որ բան արած լինեմ։ Sorry։ Տարածվում է։ Եղել է, որ հենց ինքներդ դուք խցանումների պատճառով ինչ-որ տեղից ուշանաք։ Խցանումների պատճառով չեք պատկերացնում ինչքան եմ ես նյարդային անում, որովհետև անձամբ եմ հարում։ Չգիտեինք։ Եվ իրականում, այո, ես ինքս էլ նույն կերպ ապրում եմ այդ խցանումների մեջ, ինչպես եւ դուք սիրելի երևանցիներ, եւ մեր ամենօրյա աշխատանքը միտված է նրան, որ էականորեն իհարկե պակասացնենք խցանումները, բայց այդտեղ որոշակի տենց նոր կարգավորումներ են մեզ պետք, որոնք որ անհրաժեշտ են եւ բոլոր զարգացած քաղաքները այդ ճանապարհով անցել են, մենք էլ պետք է անցնենք։ Առաջին հերթին պետք է հանրային տրանսպորտի համար մաքսիմալ շատ առանձնացված գծեր ունենանք, որպեսզի տրանսպորտը ավելի հարմար դառնա, քան Խնդրում եք էլի սամակատների ու հեծանիվների համար։ Սամակատը հանեք, всё հերիքա։ Չէ, սամակատը թողնա, բայց այդ հեծանիվների համար ես երեք սամակատի տակ էի գնալու։ Իրականում եւ հեծանիվը եւ այդ ինքնագլորները իրենք պետքա տեղափոխվեն ավտոբուսային գծերի հարակից տարածքերում, մայթով չպետք է շարժվել։ Բայց այդ հնարավոր է։ Միանշանակ, այո։ Մի հատ է կարամ մի հատ է խնդրի մասի խոսամ, քանի հավաքվել ենք սենց լավ։ Այս հարցերը կարող Այս չէ, բայց լրիվ լուրջ եմ ասում, սա լուրջ խնդիր է, ոչ ոք երևի ամաչել են բարձրացային, բայց իմ համար դա մենակ իմ համար չէ։ Ես վստահ եմ որևէ հարց չկա, որ ինչ որ մեկը ամաչած լինի։ Նայեք, ես հերվից կամ ես քանի որ վիրահատված եմ, իմ մոտ կներեք, 1000 անգամ զուգարանի խնդիրը շատ լուրջ է դրված։ Երևանում շատ քիչ են հանրային զուգարանները։ Այո, եւ իրականում ես վերջերս Տոկիոյում էինք, քաղաքապետի հրավերով Տոկիոյի եւ այնտեղ շատ զարգացած է հանրային զուգարանների մշակույթը առհասարակ, որը մենք էլ կարծում եմ հաջորդ տարվանից սկսելու ենք ներդնել, սկսած կենտրոնից հետո տեղափոխվելու ենք այլ այգիներ։ Հա, որտեվ սրճարաններում չեն թողում մտնել իրենց զուգարաններից օգտվել։ Օրինակ, ես ամաչեմ Չէ, բայց կամա չեմ մտնում։ Ես միշտ փող եմ ծախսում, որ զուգա 1800 դրամ ամերիկանով վերցնեմ, որ իրանց զուգարանից օգտվեմ։ Այդքան էլ այդպես չի։ Իրականում բայց զուգարաններ չկա տենդեր, թող մեկը շահի, չի, մեջը դու գովազներ ցույց տան։ Օրինակ մի հատ երկիր էի գնացած վերջերս, չեմ բարձրացայինի, որպեսզի գովազ չլինի այդ երկրի։ Այնտեղ sense մեծ բուտկաներ են դրած ու քարտով նենց հարմար էր, նենց նստում ես հանգիստ քո համար։ Եվ դա միակ հարմար բանն է այդ երկրում։ Ու քարտով ես չես տանում, բան ես անում, մի ձև քեշ ես սարքում, բայց դա հարմար էր, անկեղծ։ Հիմա այս տարի ոնց որ ունենք արդեն մի քանի հատ նոր հանրային զուգարաններ, որոնք որ տարբեր այգիներում կհայտնվեն, բայց հաջորդ տարի ավելի շատ։ Պարոն Ավինյան, իսկ եղել է տենց դեպք, որ ձեր ընկերներից մեկը կամ ծանոթներից մեկը զանգահարի ու անօրինական կրպակի համար ձեզ դիմի կամ օրինակ բալկոնը առաջ տալու համար։ Հա, շատ ա եղել ընկերներից, ու ամենամոտ ընկերներից չէ, բայց տենց շատ ծանոթներ, հեռավոր բարեկամներ տարատեսակ խնդրանքներով դիմել են։ Բայց ո՞նց եք մերժում, եթե մերժում եք Իրականում շատ հանգիստ, որովհետև նմանատիպ բանի համար առհասարակ այս տեսակ աշխատանքի մեջ շատ կարևոր է սկզբունքները։ Երբ որ ինչ որ մի սկզբունք որդեգրում ես, այդ սկզբունքները պետք է համահավասար լինեն բոլորի համար, ներառյալ անձամբ քո համար, եւ կրպակները եւ տարատեսակ է չինությունները բակերում հայտնված, ասենք ոնց կարող ենք մենք գնալ ինչ որ մի բակ
քանդել այդ բոլոր հին ավտոտնակները եւ ցանցապատված տարածքները, սարքել բակ եւ ես որևէ մի ծանոթի բարեկամի կամ առհասարակ որևէ մեկի նմանատիպ թույլտվություն տամ, այսինքն հետո այն մյուս մարդկանց ինչ եմ ասելու, ինչի է քանդվել ձեր ավտոտնակը, ինչի է ձեր ցանցապատ տարածքը։ Բայց այդ չասելը դժվար չի։ Չէ, եթե դրան էլ ձև կա, էլի, եթե բացատրելով ասում ես ոչ, ինչ որ մի փուլում այդ տեսակ խնդրանքները այլևս վերանում են։ Համոզված եմ, երբ որ չեք ասել են դա իր աստղային է դա։ Տարապա։ Բայց այնքան այս վերջին 3 տարիների 4 տարիների ընթացքում այդ թեմայի շուրջ այնքան ենք խոսել, ես անձամբ այնքան եմ խոսել, որ կարծում եմ այդ չեն արդեն հիմնավոր նստած է ու այնպես չի որ հավեն չեն դիմում։ Դա չեն դիմում։ Բայց անկեղծ ասած ես է ունեն այդ մաքսիմալ ինչ դիմում են, ասում են կլինի, այս ամիս չքանդենք, ասենք մյուս ամիս քանդենք, այս։ այդ մերժում եք թե չէ։ Նայած լինում է դեպքեր, որ չենք մերժում։ Դեպքեր կան, որ օրինակ զուտ սոցիալական պայմաններից ելնելով քանդումը չեն կանում, որովհետև օրինակ մարդիկ ապրում են այդտեղ եւ ուրիշ ապրելու տեղ չունեն։ Բայց հենց խղճի խայտ չեք զգում, զուտ մարդկային բանի առումով գործնական առումով։ Ավտոմեքենայի հարմարավետ պայմանները վերացնելու եւ այդտեղ ֆուտբոլի դաշտ սարքելու։ Չէ, օրինակ կրպակներ կան, որ մարդիկ աշխատում են, օրինակ պապիկներ կան։ Այո, բայց այդտեղ էլի սկզբունքն է կարևոր։ Հանրային տարածքը առաջին հերթին դա բոլորի տարածքն է եւ մեկի շահը ստորադասվում է բոլորի շահին եւ հետեւաբար եթե մայթի վրա չպետք է լինի։ Չէ, օրինակ այդ կրպակները պրոստը զուտ միանման դարձնել, հենց այդ իրար կապած օրինակ, չգիտեմ։ Ինչ-որ ցելի փողոցը վերցել են, սա խարսնոցա, միանման դարձվի։ Դա ընտրության հարց է իրականում, դա կարող է ինչ-որ մեկ այլ մարդ այլ ընտրություն կատարել, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեր քաղաքը այն տարածքները, որոնք որ պետք է պատկանեն բոլոր։ Հիմա օրինակ, շատ կոնկրետ օրինակի վրա եկեք, այս հասկանանք։ Ունենք Մերգելյանի այգին, որտեղ որ ունենք 5 կարուսելներ, դեղատուն, կարկանդականոց կամ պերաշկյանոց, 2 հատ մսի պասաժ։ Հա, այգու մեջ։ հա։ Հիմա ունենք այգի, այնց բացազատված տարածք, պուրակ, չգիտեմ, այնտեղ ֆոնտաններ, շատրվաններ եւ այսպես բաներ եւ մի հատ էլ գեղեցիկ արձանք է ընտրում։ Այսինքն սա ընտրության հարց է, կարող ենք միանման դարձնել այդ բոլոր կրպակները, բայց դրանից այգի չէինք հետ ստանա։ Բան չէ, երեխեք հարց տվեցի, պարոն Սահակ, չէ՞ ինչ բացակ։ Գիտեք, չէ, այս երկու օրա որ ասած գիտենք որ դուք եք գալու, տենց որ նստում էինք տաքսի, այսօր տաքսիստը Ռաֆային ասել է, մի հատ էս պրոբկեքի վրով խի վիդեո չես նկարում, ասել է, դե այսօր կասենք, էլի, ուզում ասեմ մենք ժողովրդի ձայնն ենք, էլի, պարոն Արին։ Ո՞վ է ձեր ընտանիքում աղբը թափում ու արդյոք չափորոշիչները պահվում է քաղաքապետարանի կողմից նշանակված։ Հաստատված։ Մինչև երևի թե նախորդ տարի ես էի թափում, դրանից հետո Մարդ ենք առանձի բարձր։ Չէ, առանձի մարդ չենք վարձել, ընդհանրում եմ կինս է թափում, եթե ծանր է լինում, ես օգնում եմ, դա տարբեր դեպքեր են իհարկե լինում, բայց դեռևս էլի մեկ-մեկ պահպանվել այն, որ աղբը կտանես, այսինքն ես դնում եմ ավտոյի հետևը աղբը, իջնում եմ մի քիչ ներքև, թափում եմ եւ նոր գնում եմ։ Ահա որ աղբը, ես մի մենակ չեմ ապրել երբեք, մի անգամ նստացվեց 4 օրով մենակով գնացի ապրելու, ես չգիտեի որ այդքան աղբա կուտակվում, անկեղծ եմ ասում, 4 օր այդ աղբը հանել եմ, բայց փաստորեն կուտակվելու հատկություն ունի աղբը, թափեք աղբը։ Մի հատ հարց տա, էլ այդ Սարյանի աղբի հարցը չի լինում լուծել։ Սարյանի աղբի։ Սարյանի այն ավոկադո քվինի այդ կողքի այդ աղբերը։ Ինչն է խանգարում։ Խանգարում։ Զուտ քեզ։ Չէ, շատ սիրուն է ունակ այդ նոր սարքած ձևով Սարյան փողոցը, բայց այդ աղբի հատվածը տգեղ է, այդ չենք կարող մի քիչ հետ տալ։ Ինչ որ միտեղ մի աղբամանների հարցը ամենածանր հարցերից մեկն է, որ մի միլիմետր այդ աղբամանը տեղաշարժվում է, այն մյուս կողմից բողոքներ են սկսվում, այսինքն բոլորը բնական է, ասենք ոչ մեկ չի ուզում իր դռան մոտ, իր պատուհանի մոտ աղբ ունենա
եւ անընդհատ այդ ամենամեծ տենց դեբատների աղբյուրն է, թե աղբամանը որտեղ պետք է լինի։ Ես օրինակ միշտ քայլելուց այդ աղբամանը տենում եմ, չխայնանում եմ, հետո մտքումս ասում դե լավ Եվրոպայում էլ է, սենց հանգստանում ազդում եմ առաջ։ Ասում դե եվրոպական երկիր ենք, էլի ես։ Անում կարևոր է, որ աղբան ուղղակի ժամանակին հավաքվի, թե չէ աղբամանը այսպես։ Հիմա իհարկե նաև մտածում ենք, որ կենտրոնում, փոքր կենտրոնում աղբամանները պետքա տանենք գետնի տակ, տենց հատուկ բաներ կան, մեթոդ կա, որ փորում ես եւ հատուկ տառաններ ես դնում եւ այդ աղբի հետ առնչությունը Առաջ բակերում գալիս էին կամազով, գցում էինք ամերիկյան ձևով էր։ Հիմա այդ թանկ կլինի, այդ ձևն նորից լինի, օրինակ հենց բակեր կան, մարդիկ իրանց տանը հավաքեն աղբա, շաբաթը 2 անգամ օրինակ մեքենան կա, հելնեն իրանք գցեն մեքենա։ Օրինակ սեփական թաղերում տենց մեթոդ ունենք, այսինքն այդ ձևը ունենք։ Դե նախկինում ունենք նաև շենքեր, բազմաբնակարան շենքերում աղբատարներ հենց շենքի ներսում, եթե կհիշեք ինչ-որ արնետ կար, առհասարակ բակերում։ Ու շատ հատ հոտ։ Եվ ընդհանուր քաղաքականությունը մենք տարանք այնպես, որ բոլոր այդ աղբատարները պետքա փակվեն եւ աղբամանների մեջ դուրս դրվի, ուղղակի նաև աշխատեցինք նրա վրա, որ մեր սա աղբանության հիմնարկը ունենա բավարար հզորություն աղբա տենց ճիշտ ժամանակին հավաքելու, ոնց որ թե այդքան վատ չի հիմա։ Մենակ գինու օրերին է վատ, ասեմ ձեզ։ Աղբանությունից Գինու օրերին վատ է։ Գինու օրերին իրականում գինու օրերի կազմակերպիչները իրանք մասնավոր ընկերություն են բացում, որպեսզի աղբանությունը, բայց դե երևի այդ 2-3 օրը բնական էլ է լինում, որ շատ աղբատ է։ Դե հա, ես ինչպես եմ մտեմ ասում։ Պարոն Ավինյան, կա Երևանում տենց թաքուն անկյուն, որ շատ եք սիրում ու տենց գնում եք։ Գնում եմ։ Հա, ոչ քիչ հայտնի, բայց ձեր թաքուն անկյունն է։ Ու հիմա կասեք, էլ թակուչինի կփոխեք այդ անկյունը։ Չէ, բայց տենց մեր մանկության անկյունը կա, Տերյան աղայան խաչմերուկի, որտեղ որ երեկոյան միշտ տղաներով հավաքվում ենք ու դրանից հետո գնում ենք ինչ-որ մի սրճարան կամ բան, այդ մեր հավաքատեղին էր, որից հետո տենց ինչ-որ միտեղ էին գնում եւ վերջում կարող է այդտեղ էլի հավաքվեինք։ Հիմա շատ հաճախ չեմ գնում այդտեղ, ցավոք սրտի, բայց տենց լավ հուշեր ունեմ այդ անկյան հետ կապված, եթե հենց անկյան մասին է խոսքը, բայց տենց որ ասեմ հիմա մի հատ տենց տեղ կա, որ էլի վերադառնում, չէ, Երևանում տենց շատ հատվածներ կա, շատ սիրելի, բայց որ մի քիչ ավելի մանկության հետ կապված այդ Տերյան աղայան անկյունն է։ Եթե ոչ Երևանը, որ քաղաքի քաղաքապետը կուզեիք լինել։ Ոչ մի։ Գոնե Գյումրի ասեիք, լավ։ Հաստատ չէ, որովհետև չէի կարող լինել քաղաքապետ, որը դե չէի ճանաչի այդ քաղաքը, չէի իմանա ինքը ինչի մասին է, ինչա խնդիրը ինչա ուզում, ինչի առհասարակ շատ կարևոր է լինել այդ քաղաքի մասնիկը, որպեսզի կարողանաս լինել իհարկե լավ կամ վատ մարդիկ կգնահատեն, բայց նվազագույն պայման է լավ քաղաքապետ լինելու համար այդ քաղաքից լինելը։ Իսկ ինչի մասին է մեր Երևանը։ Շատ տարբեր բաների, մարդկանց մասին առաջին հերթին, ընկերության, ինքը տենց հետաքրքիր շունչ ունեցող քաղաք է։ Հա, ես շատ հետաքրքիր շունչ ունեցող եւ առհասարակ ես միշտ ֆիքսել եմ, որ մարդիկ ովքեր որ գալիս են Երևան, իրենք ի սկզբանե նույնիսկ եթե չեն եղել, չեն պատկերացնում ուր են գալիս, իրենք միշտ տպավորված են։ Միշտ քաղաքը ավելին է տալիս, քան մարդը սպասում է։ Մի մի հատ հարց տամ, կարող է այս գովազդային վանակները որ հանում եք, այդ օքեյ է որ հանում եք։ Հա։ Okay, չի։ Ինչ համահանել եք։ Կարապիլիչինը իմ դուրը եկել է իրականում, կարապիլիչի հետ։ Չէ, խանգարում էր։ Կարապիլիչի գեղեցկությունը չէր եղել։ Այդ խնդիրը որ հանում։ Այս մասշտաբի է, ասեմ, իրականում տենց շատ բաներ կա, որ հիմա մեր համար սովորական է, մենք նույնիսկ չենք էլ շատ խորացել թեմայի վերաբերյալ, բայց ես ձեզ վստահեցնում եմ 4 տարի առաջվա Երևանով քայլեինք, հիմա ասած դուրս գայինք, ժամանակի մեջ 4 տարի հետ գնայինք, մի հատ քայլեինք Երևանով, հետո մի հատ հիմա քայլեինք այդ նույն հատվածներով,
Դու Ռաֆոջան կասեիր, որ միանշանակ սենց ավելի լավ է։ Հա, աղմուկը քչացել է։ Ինքը այդ տեսողական այնուամենայնիվ աղմուկ է, այո, եւ իրականում ինքը որոշակի տես ճնշում քո վրա գործադրում է ամեն տեղից, սենց ամեն տեղից լույսերով, բաներով, սենց քեզ ինչ որ բան առաջարկում։ Ապելիչինը պրոմ նեղվել է։ Սիունը մոնտաժել էին, sense պղպոջակները։ Հա, շատ լավ էր այդ բանը։ Այդ վիդեոն որ տեսած, ցույց լավ էր արել մարքեթինգը, շատ բլբլ ապրեք, հա։ Մի հատ մեր համար սա ռիլ նկարի։ Պատկերացրեք ոսկե ձկնիկա, 3 խնդիր Երևանի, որ կուզեիք հենց հիմա ինքը վերացներ։ Գիտեմ, որ դուք աշխատում եք այդ խցանումների խնդիրը, առաջին խնդիրը երևի թե խցանումների խնդիրը կուզենայի որ վերացներ, կուզենայի որ հենց այս վարկյանին Աջափնյակի մետրոյի կայարանը արդեն իսկ կառուցված լիներ եւ բացված լիներ եւ արդեն մենք սկսած լինեինք հաջորդ կայարանի կառուցումը եւ երրորդ խնդիրը Իլ չկա։ Երևի տենց Այն հյուսիս հարավի քուչը մասը Օթը նույնիսկ ոսկե ձկնիկը մեզ չի կարող օգնել այդ հարցում, որովհետև օթը մեր աշխարհագրական դիրքով է պայմանավորված, հետևաբար նույնիսկ համարձակություն չունեմ նման բան խնդրել։ Դե մարդ ես, ասեն կլի։ Չիլի։ Որն է ձեր ամենա այն վատ կենցաղային սովորությունը, որ անգամ ձեր կինը ձեզ անընդհատ ոնց որ դա ասում եմ, «Յարա, չկարելի»։ Անջատվելը։ Հա։ Ես կարող եմ անջատվեմ, խորասուզվեմ մտքերի մեջ ու ոչ մի բան չլսեմ եւ չտեսնեմ։ Ինչա կատարվում, շատ երկար, տենց մնամ այդ մեդիտատիվ իմ Բայց ինչ որ կոնկրետ ժամի, թե տենց ինչ որ պահի, ինչ որ պահի ես կարող գնամ իմ մեջ, մտքերի մեջ եւ տենց անջատված մնամ։ Ավականոնիստին լինում է, Չէ, ավականոնիստին Իսկ թվա իրան տոնուսի մեջ են միշտ պահում ավականոնիստի ժամանակ։ որտեղ ամենակը կա շիշ։ Շիշը ջուր մեջ է կարել։ Եղել է, էլի պլաստիկից ենք պահում։ Շատ լավ։ Եղել է մեքենա վարելիս, փոսի մեջ ընկնեք, բայց չկարանաք մի հատ լավ ջղայնանակ ու շունչ տակ, որովհետև գիտեք պատճառը։ Ես անկեղծ ասած մեքենա վարելիս չեմ հիշում, որ տենց փոսի մեջ շատ տենց բան էլի փոսի մեջ ընկած լինեմ։ Հա, կարող եմ 1-2 անգամ այս վերջին տարվա, այս 26 թվականի սկզբերում մի անգամ երևի եղել է, տենց որ վատ դղկացել է ավտոն, բայց ընդհանուր առմամբ պետք է ավելի զգուշ եմ, ես երևի քշում, դրա համար շատ փոսերի մեջ չեմ ընկնում եւ իրականում մեր փոսերի խնդիրը այս տարի մի քիչ տենց ավելի բացվեց նաեւ եղանակային պայմաններից ելնելով եւ հուսով եմ համենայն դեպս հիմա շատիկ չէ լուծված։ Հա, բայց ես շատ շնորհակալ եմ, ես ինքս Ավետիսյան փողոցի վրա եմ ապրում, շնորհակալություն որ ես ամբողջ փողոցը հիմա անպամոնտաժում եք, հա, ճիշտ է։ Քայլում ենք, ապամոնտաժում ենք։ Ապամոնտաժը սխալ ասացի։ Ասֆալտապատում եք, լավ։ Իրականում մի քիչ դժվար է տաքսիների առումով, որտեղ շատ է կռուվները, բայց շատ ուրախ եմ, որտեղ այդ հատվածը միշտ այնց փոսոտ տեղեր էր լինում։ Իրականում ես մի բան ասեմ, ես հիշեցի այդ փոսի մեջ որ անկա, ես հիշեցի մեր շին բարեկարգման վարչության պետին մտքում։ Ես էլ փաստորեն ունեմ իմ մարդը, հիշում ում մեղադրում եմ, այո, հիշում եմ։ Տեսեք, սաղ ձեզ են հիշում, դուք իրան։ Ինչ է լավ Պարոն Ավինյան, իսկ որն է ձեր ամենասիրած հայկական օրինակ հիփ-հոփ, լավ sense ձևակերպեմ, լսում եք հայկական հիփ-հոփ ռեփ ու ովքեր են ձեր ֆավորիտները, որտեղ ես տեսել եմ ձեր ռիլերը, որ դստում եք, վնասեք լսում։ Հա, այնց հետաքրքիր է, նոր սերնդի հիփ-հոփը ինձ շատ է դուր գալիս եւ հայկական ռեփը իմ կարծիքով նոր շունչ է արել եւ այո վնասել եմ լսում մի քիչ կարել եմ լսում մյուս երիտասարդներն էլ եմ լսում միականում լավ բաներ ունենք հա կարծում եմ իրանց պետքա մի քիչ ավելի շատ support անեք իսկ կարող է մի օր օրինակ տենց ինչ որ տոնին իրանց հենց ռեփ բան լինի ասեմ ինչի մի հատ խնդիր ասեմ
Որտեվ երբ որ ռեփ համերգներ կազմակերպում են, աղջիկները շատ է չեն գնում, որովհետեւ տղաները ավելի շատ են, իսկ եթե որ անվճար քաղաքում լինի, բոլորս կմասնակցենք։ Մենք մտածել ենք արդեն, եւ ունենք անակնկալ այդ։ Հա։ Օ, ի՞նչ ասա, ես սիրեմ անակնկալներ։ Եկե մի հատ կարամ առաջարկանը, այդ անտուն կենթանիների պահով, օրինակ կարելի է քաղաքի կենտրոնում տոնավաճառ անել մի օրով, իհարկե ոչ վաճառ շնորհիվ, որտեղ գրում շատ սիրուն կլինի, սիրուն համերգ լինի, երեխեքը գան խաղան, բան, ու ամեն մեկի տուն կան։ Մենք տենց տարեկան մոտավորապես մինչև 100 կենթանիներ որդեգրում են մեր մոտից եւ տենց մենք էլ փորձում ենք այդ վարվելակերպը խրախուսել էլի մարդկանց։ Լավ միտք է։ Հորդորներով, բայց ասել լավ միտք է, կարելի է։ Մենք բրինց հարցեր ունենք։ Այս սա էլի մեր փոքրիկ էծուտն է, կա բլից հարցեր, կա բրինց հարցեր, մենք բրինց հարցեր ենք անում։ Ես եմ քաշում։ Չէ, ես քաշում, դուք ստեից եք հետո քաշել, այս սրա վտանգավոր է դի։ Իմիջիալից կարակ օգտվեք։ Շնորհակալ։ Ձեր սեղանում ինչ-որ բաներ են վերջապես հայտնվում, կարող է հովանավոր ունեք։ Չէ։ Վարո Սիմոնյանն էլ եկավ, մեզ ասեց, բա սոված եմ, հարց չկա, ամաչել ենք կգնաք կասեք, որ մի քիչ շատ բան աստ է ավելացել։ Ինչ կանեք, եթե արթնանայիք ու տեսնեիք, որ ձեր երեխաները տան բոլոր սենյակների հատակին կարմիր գծեր են քաշել ու ձեզ ինչ ժամավճար են ուզում սենյակ մտնելու համար։ Շատ հավանական բան կարող էր լինել, ես կընդունեի այդ նոր իրականությունը, որովհետև նրանք բավականին ազատ են նմանատիպ որոշումներ կայացնելու եւ մենք ստիպված պետք է համակերպվենք։ Այսինքն դուք ազատ եք նման որոշումներ կայացնելու էտեր էլ, բայց իրականում այդ կարմիր գծերի հատ մասը շատ հետաքրքիր է, որովհետև լավ բան է, չէ՞ իրականում կարմիր գծերը։ Եվ ինչ են կարմիր։ Հա։ Չէ, նկատի ունեմ, մի հատ էլ բան ասեմ, այդ հիշեցի կարմիր գծերի հետ կապված։ Պարկինգները խիատ է, ինչի է տենց խնդիր։ Չնայած Եվրոպայում էլ է այդ խնդիրը կա։ Ես սա Եվրոպայում խնդիր է, որովհետև ավտոմեքենաների քանակը շատ ու ավելանում է, այսինքն տարեց տարի մեր մոտ մարդատար ավտոմեքենաները ավելանում են եւ մենք մեր քաղաքը եւ մեր փողոցները կներեք ռեզինից չենք կարող տեղավորել։ Բա ինչի sense անհատական պարկինգներ չեք։ Օրինակ Ամերիկայում մարդը իր բակում բացում է պարկինգ, գնում կանգնում ես փողոց վճարում։ Ինչի դից անհատական պարկինգ զոնաներ չի բացվում։ Առաջին հերթին պարկինգները պետքա կառուցենք քաղաք մտնող հատվածներում եւ դրա հաշվարկներն ենք հիմա անում, կամերաներ ենք դնում, որ տեսնենք հոսքը ինչքան է ավտոմեքենաների, որ իրանց համար պարկինգային մի հատ ենթակառուցվածք ստեղծենք ու այդտեղից է ավտոբուսներով բան ունենանք, գծեր ունենանք, որ մարդկանց տեղափոխենք քաղաք, այսինքն մենք պետքա ձգտենք մարդատար ավտոմեքենաները տենց շատ չթողել քաղաք, ավելի շատ հանրային տարածք, գնայեք, հանրային տրանսպորտի համար առանձնացված գծեր ունենանք, հանրային տրանսպորտը ավելի ինտենսիվ աշխատի, ավելի արագ ակետից բեկետ տեղափոխվի եւ հարմար լինի ավելի ավտոբուսով կամ տրոլեյբուսով երթևեկելը, որովհետեւ մեկ մարդատար ավտոմեքենան, ասենք, մեկից երկու մարդ է տանում միջինում, մեկ ավտոբուսը տենց մոտավորապես 60-70 ավտոյի մարդ կարա տեղավորի։ Բայց այդ օրինակ այդ մարդատարի այդ ավտոբուսների հարցը իրականում մեկը շատերը տես ճխտվելով են նստում, էլի, բայց այդ չեք պայքարել դրա։ Իրականում դա էլ է մի հատ տենց մեկ այլ խնդրի արդյունք է, հիմա ավտոբուսը օրինակի համար ուշ է հասնում իր կանգառ եւ պատճառը այն չի, որ ավտոբուսների քանակը քիչ է։ Պատճառը այն է, որ ինչ որ մի ժամին այդ ավտոբուսը մնում է խցանման մեջ ու չի հասնում ճիշտ ժամանակին, ասենք հասնում է 15 րոպեի փոխարեն 30 րոպե, 35 րոպե հետո ու արդեն այդտեղ սկսվում է, էլի, այսինքն ինքը հաշվարկի տեսանկյունից ճիշտ քանակ է, բայց խցանումների մեջ ինքը մնալով մարդկանց քանակը ավելանում է, հետևաբար եթե մենք հոսքը ավտոբուսների արագացնենք, իրանց ընթացքը դադարներ շատ չունենա, այդ խնդիրն է էականորեն կնվազի։ Կարևորը գիտեք այդ խնդիրները։ Լուրջ եմ ասում։ Կարևորը կարծում եմ գիտեք այդ խնդիրները։ Նայեք, որովհետև ասեմ ձեզ, լրիվ լուրջ եմ ասում, սա չգիտեմ կթողե թե չէ, բայց լրիվ լուրջ, այնքան կողքից թեմաներ է շոշափում, որ մենք իրականությունից շատ դեպքեր մտածում ենք էս է իրականությունը, բայց հիմա որ լսում ես, լիքը բաներ ոնց որ երևում է։ Սա կոչվում է ռոպագանդա, որ իրապետում իրականում կոչվում է վերլուծություն իրականության
եւ այդտեղ հա միշտ կան այդ քարերը, որոնք որ ջրի երեսին չեն երևում, ջրի հատակին։ Բայց մենք համոզված ենք, որ դուք իսրտե անկեղծ ասում եք, ո՞նց կա։ Ես իսրտե եւ անկեղծ եմ ասում եւ իսրտե եւ անկեղծ նաեւ վստահ եմ, որ լուծելու ենք այդ հարցը։ Okay։ Հիմա մյուս հարցը։ Ուրեմն մեզ հայտնի են Երևանի քույր քաղաքները, իսկ որը կլինի Երևանի ուզող քաղաքը, այսինքն հավանող քաղաքը։ Արդյոք աղջիկա Երևանի։ Հա։ Անեք իշո մի քաղաք ծաղկներ ուղարկի 1000 հատ վար։ Ինձ թվում է Մոսկվան դա։ Ռուսաստանից ուզող։ Այո։ Ոչ շատ հարուստ է, լեջը։ Ծաղիկներ, հետո սպառնալիքներ, տարբեր հարաբերությունները բարդ։ Տոքսիկ էր իրաց Տոքսիկ հարաբերությունները։ Բայց Մոսկվան շատ սիրուն քաղաք է։ Ինքը գիտեք ով այն սպորտսմեն տղեկներն են, որ լավն են, բայց ամեն դեպքում վախվես հետը շփվես։ Եթե ձեզ առաջարկեին, որ փայտիկի 1 շարժումով կլուծվի տրանսպորտի խնդիրը, բայց պայմանով որ 6 ամիս շարունակ բոլոր պաշտոնական հանդիպումներին պետք է ներկայանաք խաղալի կատրճանակը գովկատերին կախած կամաձայնում Մեծ սիրով։ Ես Իսկական նույնիսկ կտալի։ կհանեմ, sense կֆրծնե այդ ատրճանակը։ Պատրաստ եմ ատրճանակի հետ բոլոր հնարավոր ամեն ինչ անել, միայն խնդիրը լուծվի։ Մյուս հարց։ Եթե ձեզ առաջարկեին մի օրով լրիվ անհայտ մարդ դառնալ ու աննկատ շրջել քաղաքով, որ թաղամասը առաջինը կգնայիք իրական պատկերը տեսնելու համար։ Սարի թաղ։ Երևի սարի թաղ, հա։ Այնտեղ շատ իրական եւ ճշմարիտ պատկերը։ Ես շատ եմ սիրում սարի թաղի միջոցով։ Ինչա ծայր թաղ մտող բան կա, որ ես սա ակտիվ քաղաքացիով նկարել եմ, ուղարկեմ դրա հարցը։ Պրոստը եկած sense բարձր երկաթա դրած ու մեքենան sense հազի վտեղում ասում ես, չեմ ասում դա խնդիրը որն է։ Որ շատ խոշոր ավտոմեքենաները չմտնեն։ Ուղղակի արկել դրվի, կամերա դրվի, դու գանվի կամ չի, Բայց կմտնեն։ Կյանքս Հայաստանն է, բայց մի մարդիկ։ քիչ խոշոր եսին բիվայդիով հազիվ անցա։ Թե հիմա։ Չէ, լավ դե դու։ Հա, Լավ էլ։ թե ես քշել եմ չգիտեմ։ Միջալից ամենասիրած հատվածներն են նարդոսն ու սարի թաղը։ Ես շատ եմ սիրում այդ կոլորիտը հայկական։ Դե հենց իսկական հայկական կոլորիտ։ Տարի ինքան դե։ Ինչ ասած միստարի։ Դա մստարի քանդելի սիրի։ Չկապնում է շատ հետը։ Դու ես։ Ես եմ Այո։ Երբ ձեր կինը կամ երեխաները ձեզնից փող են ուզում, դուք էլի պահանջում եք, որ նախ արշիվ կազմեն ու ներկայացնեն, թե միանգամից հաստատում եք բյուջեն։ Ես առհասարակ այդ հարցերում շատ հնազանդ եմ։ Իմ կինը կամ երեխաները խելոք sense չէ, հարցեր չեմ տալիս։ Երկայք։ Պարոն Ավինյան, իսկ եղել է դեպ, որ աշխատանքից այնքան հոգնած տուն գաք, որ ձեր աղջիկների հարցերին պատասխանելիս պատաբար ասեք, խնդրում եմ հարցը ձևակերպել գրավոր։ Չէ։ Չէ։ Կամ օգտակալից դիմեք, ես օգտակալ կա։ Եղել է ասել եմ։ Բայց շատ sense cute վիդեո եք գցել ձեր աղջիկները, որ sense բան վագրի չէ, բան է, դրակոնի շորերով հակած շատ cute էր ու ձեր շունիկները լավն են։ Պիժամա party։ Հա, այդ զուծես կովամ։ Իսկ ինչ հարցով են դիմում ձեր երեխաները։ Վերջապես Երեք ժամը։ մեծ դուստերս ասում էր ժամը 3-ի, 2-3-ի կողմերը ակտիվ բուրըն ավականոնիստից հետո զանգեց եւ ասաց, որ մաթեմատիկայի խնդիր ունի եւ խնդրում է շուտ տուն գալ, որպեսզի իրան օգնել եւ ես շուտ գնացի մի փոքր, որպեսզի օգնեմ իրան մաթեմատիկայով, դա պարզվեց չի գտել իր հանձնարարականները։ Որտե՞ղ գնացի HR-ից հարցնում եք շուտ գնալու։ Չէ։ HR-ից հարցնում եք շուտ գնալու համար։ Թե Չէ, HR-ից չեմ հարցնում, այս դեպքում կոնկրետ պաշտոնական դիրքի չարաշահում եղել է, բայց սա հիմնականում բացառիկ դեպք է, որովհետև ես աշխատանքին մեջ եմ գրեթե 24 ժամ։ Okay։ Պարոն Ավինյան, մեր մոտ բամբասելու ժամ կա, այսինքն դուք ստեղից քաշելու եք անուններ ու իրանց մասին բամբասենք բոլորովս։ Սիրում եք բամբասել, բայց Չէ, հենց անհետաքրքիր եմ ես այդ առումով։ Լուրջ։ Կինս չի սիրում իմ այդ չբամբասելու հատկությունը։ Իվետա Մուկուչյան, ոչ մի բան չգիտեմ։ Չէ, նորը մատանիով նկար է գցել օրինակ։
Հա, մի հատ տղայի հետ հապուրել։ Չեք հետևում Այդ իրեն։ ձեռով անալիզ են արել, դաժե ինչ ձևի տղամարդ է ինքը, ձեռն է մենակ, եղունգներով, Բայց իր Ինտրիգ կա։ Այո, բայց դուք հետևում եք իր թվարչիստվային։ Ես լսել եմ իր երգերը եւ մի քանի երգ կա, որ շատ հավանում եմ, բայց այնց անձնական կյանքին շատ չեմ։ Որն եք հավանում այնը։ Ասում եմ, ահա որ անհետաքրքիր է, էլի այդ առումով։ Սերկա երկնքում Երևանի հավանում։ Շատ լավն է, շատ լավ երգ է։ Բայց ոչ չեք հետաքրքրվում, ախր քաղաքապետարանի համերգներին է երգում։ Դե հիմա ինչ պետք է հետաքրքրիչ ոքա։ Ոնց որ հաստատում են բյուջե բան, չիմանա ով։ Այդ ինչ է։ AI-ով սարքում է խեղճի գլխին, դա չէին սարքել։ Չեք տեսել։ Բա Իվետա Բուկուչյանը որ համեր կա տալիս, այդտեղ բանը լուսին են սարքում ու աստեղ ասում են AI-ով արտենց։ Չեք հետև։ Ախր տակը ձեզ էլ են նշել։ Խոլապ են ձեզ ուղարկել դեկա։ Դե մեկ եմ գցած էրի։ Լավ, հաջորդ արունը։ Ոչինչ, մենք Արման Աբովյան։ Արման Աբովյանին ճանաչում եմ։ ահա Ես հիշում եմ, որ ինքը Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավոր էր եւ մեկ անգամ էլ, եթե չեմ սխալվում, իրանց մոտ հարցազրույցի եմ գնացել կենտրոն, որտեղ ինքը աշխատում էր։ Հենց կարճ շփում ենք ունեցել։ Երեք տպավորությունները։ Ուզեք ավականո անդամ լիներ։ Չէ։ Չեմ կարծում, որ շատ կուզեի։ Լեկով կուզեի կավականո անդամ դառնալ։ Որ ձեզ օգտակար կլիներ ես ձեզ։ Իրականում կարծում եմ օգտակար կլինեին այն բլոգերները, ովքեր որ քաղաքի մասով ինչ որ բաներ են անում, տարբեր հարցեր եւ խնդիրներ են բարձրաձայնում, իրանք կարող էին օգտակար լինել։ Մտքարանի տղեկին դրեք։ Իրանք առհասարակ իրանց օրինակ հենց իրանցը շատ դեպի աշխատանքի մղող բովանդակություն են իրանք տալիս։ Իսկ եթե օրինակ լինի ընդդիմադիր մեկը, բայց շատ adekvat խնդիրներ բարձրացնի, դուք ոնց կնայեք դրան։ Հա։ Այո, իհարկե։ Իհարկե, դե հետևելն է առհասարակ ընդդիմադիր թե դիմադիր, որևէ մարդ ով որ իրական խնդիր է բարձրաձայնում, իր ներկայությունը եւ այս process-ում շատ կարեւոր է։ Եվ մենք հատուկ նույնիսկ app ենք ստեղծել բոլորի համար, active citizen-ը, որպեսզի բոլորը այդ հնարավորությունը ունենան, խնդիրը ֆիքսել, արձանագրել եւ մեզ հանձնարարել, որպեսզի մենք լուծենք։ Ես երկու անգամ արել եմ, երկու անգամ լուծվել է, հիմա չգիտեմ, ընտրովի էր, ոնց էր, Չէ, ձեր անունը ոչ մեկ չգիտի, կատարող մարդը չգիտի թե ով է ուղարկել։ Լավ է։ Այսինքն բոլոր անունները Այո։ երկու հատ։ Ալեն Սիմոնյան։ Ալեն Սիմոնյանը Երևի կճանաչեք։ Հա, ավելի լավ եմ ճանաչում։ Մենք շատ լավ ճանաչել ենք այս վերջերս։ Եկել են ունենք։ Շատ լավ։ Հա, Անկեղծ ասած շատ թեթև էր իր այդ հարցազրույցը, օրինակ մենք ունեցել ենք հյուրեր, ում հետ շատ ծանր է եղել, չհրշենք։ Որ սնայպեր էր կանգնած։ Բայց շատ հանգիստ էինք։ Ապահով էինք համերայթել։ Չէ, Ալենը ինքը շատ ավելի թեթև մարդ է, քան օրինակ իմ կարծիքով հանրությունը լավ չէր ճանաչում Ալենին, հիմա մի փոքր ավելի բացվել է եւ ինքը շատ դրական Գիտեք որ հատուկ մարդ եկավ, ով աթոռը փոխել տվեց։ Դուրս ասեք։ Ասեց, Ալենի Պլյուս ջրի բաժակը փոխել տվեց։ Բայց այդ շատ լավ է, ես օրինակ արժան նախագահն Ուղղակի ասած շատ հասարակ բարձ բան։ Չէ, հանուն արդարության անգամ մենք մտածում ենք մեկնաբանություններում կանան էլի շատ, բայց լիքը մարդ գրում էր հայ իրան չենք սիրում էր ժամանակ, բայց հիմա նայեցինք այս հաղորդումից հետո հավոնեցինք արդեն հենց որ։ Երական պետական պահպանության ծառայությունը ունի իր գործառույթը, Պրոտոկոլը, որը կայացնի եւ իրականում դժվար է այդ ծառայության ներքո գտնվող մարդուն, ասեմ ձեզ։ Ես շատ չունեմ։ Չէ, բարեբախտաբար։ Բայց ինչի չունեմ։ Իսկ ինչի ունենամ։ Չէ, զուտ հետաքրքիր է։ Դե նախ կարիքը չունեմ։ Չունի։ Ինչ որ մասկանանում է, բան, բարձում է մեծ։ Կաչոկա։ Կարիքը չունեմ, կարծում եմ ու հուսով եմ երբևէ կարիքը Չէ, Աստված չունեմ, որովհետեւ իրականում դա տենց բավականին չէ, անընդհատ ինչ որ մարդիկ են հետդ ապրում։ Նույն ձև Ալեն Սիմոնյանը ասաց, այնպես ասաց, հետդ մարդ են անծանոթ ապրում։ Դե հետո ծանոթանում ես իհարկե, դա բարձում է նորմալ ժողովուրդ է, Բայց դե ամեն դեպքում։ Դուք իրոք կարծում եք կարիք չունեք անվտանգության։ Չէ։ Դուք կարծում եք որ ես ունեմ անվտանգության կարիք։
Չգիտեմ, վախենալու չի։ Օրինակ քաղաքում ձեզ շատ չի լինում, որ մոտենում են, բայց ասենք համ սիրելով են մոտենում հաստատ, վայ, Տիգրան ջան, արի պաչենք թշերից, բայց նաև վատ զապրոսներով էլ են, չէ՞, մոտենում այդ մարդկանցից չեք մտածում, որ կարող է մեկը օրինակ ջուր շփի օրինակի համար։ Մտքեր եմ էլի տալի։ Ջուջարդի։ Մարգանցով կեն։ Չէ, այդպես վերջին տարիների ընթացքում էս տենց նմանատիպ տենց հատուկ, որ ասեմ ինչ-որ մի հատ վտանգավոր միջադեպ ա տեղի ունեցել։ Այ քարոզարշավի ժամանակ կարող է ինչ-որ մարդ նեգատիվ արտահայտվի, կարող է նույնիսկ ջուր շփի բալկոնից, բայց դե քարոզարշավի շրջանը, հա։ Մենք բամբասանք ենք լսել, որ այդ երգը դուք եք գրել։ Հա։ Լուրջ։ Ճիշտ է, հա, ճիշտ է։ Այն մյուս երգը։ Հա, այն մեկը չէ։ Զարմացել ենք, հետաքրքիր է։ Հետաքրքիր է։ Բայց ամենակարևորը մեր հյուրը եկել էր Մգեր Արմենյան, մեզ թվացել է այդ իր երգն է, հետո ենք հասկացել, որ Սարոնակ Գևորգյան երգով։ Սարոնա երգում։ Հա, պրոստը Մգեր Արմենյան մեծ խոսած իր իրավունքներով, բանա մտածել ենք ինքնա գրել, ինքնա երգում, ինքնա պարը Ոնց է բերել։ որ որոշեք երգ գրել։ Այդ օրը կպատմեք ամբողջ։ Շատ արագ է տեղի ունեցել իրականում նախորդ օրը քարոզարշավի շատ ուշ ժամին դեռևս քաղաքապետարանում էի ու հաջորդ օրվանից արդեն արձակուրդի մեջ պետք է լինեի եւ գնայի քարոզարշավով զբաղվեի այդ երեկոյան նստում եմ եւ ինչ որ տենց մտքից գալիս է որ պետք է երգ գրենք եւս մեկը Եվ ինչ-որ տենց նախնական տեքստը ոնց որ հավաքում եմ, հետո մի շատ հետաքրքիր ծրագիր կա, Սունոյա կոչվում։ AI-ով եք գրել։ Երաժշտությունը, այո, Երաժշտությունը։ Հա, դա անկեղծ ասած երաժշտական կրթություն չունեմ, բայց այդ ամեն ինչը տեղի է ունեցել մոտավորապես 1.5 ժամվա ընթացքում։ Հա։ Իսկ պրեմիա ստացել եք այդ երգի համար։ Այո, ընտրությունների արդյունքների տեսքով։ Ոյ։ Սիստա, բրավո։ Էսի էդիտ։ Այ բրավո։ Այ իզուր չել ես մարդիկ, իրաց տեղերում են բոլորը։ Իսկականից եմ ասում, ո՞նց եք կարող ոտի վրա հասկանաք ոնց պատասխանեք, ես այդ Հարկական գործիք։ Իսկ ում եք առաջին ասել, որ երգ են գրել։ Ու իրավ է։ Մեր այն շտաբի ժողովուրդն առաջինը իմացել, այն ժողովուրդն որ մեր մի հատ ավտո ունենք, դրանով էինք գնում քարոզարշավը։ Հա, լսել եմ։ Իսկ մի բան հարցնեմ, օրինակ որ պարոն Փաշինյանին տալիս եք այդ երգը լսի, լարված չեք եղել։ Ոնց է իդեալը։ Ինքը մելոման է, գիտեք։ Ինքը մելոման է եւ այո, ինքը բավականին տենց հետաքրքիր երաժշտական ճաշակ ունի, բայց նույնիսկ չենք հասցնել։ Հասկացել եք։ Ուզում playlist ունենամ բոլոր երգերի բոլոր։ Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ նույնիսկ չենք հասցրել տենց երկու ուղարկել եւ քննարկել եւ ինչ որ մի բան ուղարկի տենց քարոզարշավի ընթացքում երկու հատ JBL կար վերցրել ենք այդ երկու հատ JBL-ին կպած անընդհատ 3 երգեր պատտվում մեկը Վարչաբենդինը Վարչապետի գրած երգը մեկը էս մյուս երգը եւ Տադա Սիմոնյանի 16-ը Շատ լավ համընկել է բոլորը Ներչի անունն էլ քաշենք տեսնենք ունենք Հա Արգիշտի արքա, Արգիշտի արքան ինձ հետ է ամեն օր իմ սենյակում, քաղաքապետի սենյակում երկու մարդու կիսանդրիկա դրված, մեկը Թամանյանն է, մյուսը Արգիշտին եւ ոնց ինքը լուրջ տղա է։ Եկել է որ հետո զրուցեք։ Չիկան բամբասի։ Ոնց որ նայում ես, հա, շատ լուրջ մարդ է, հետո տենց իր մասին բամբասել չի լինի կարծում եմ, սենց։ Չէ, զգաստանում։ զգաստանը, հա, ես էլ զգաստացա հենց։ Արգիշտի արքան է վերջ։ Մենք այս բամբասանքները արեցինք, իրականում հետաքրքիր էր, հարց չկա։ Մի հատ բան ասեմ, էլի մետրոն որ չի կարելի նկարել, այդ գիտենք ինչ որ այդ լեգենդը պատտում է, որ ինքը Ես երեք մեծ խնդիր եմ ունեցել։ Բայց մոտավոր 408 հատ ռեպորտաժ կա մետրոյի բոլոր կայաններից։ Ինչի չենք կարում, սովորական մարդիկ էս հանգիստ նկարենք, նաև պոպուլիզացնենք
մետրոից օգտվել են։ Իմաստը այդ արգելքի, այդ սովետական։ Եկեք մի հատ հասկանանք հարցը, որովհետև առաջին անգամ է բարձրաձայնվում։ Вообще իմաստ Միա ձեզ պատմություն պատմեմ, պարոն Ավինյան։ Երեք ես իջնում եմ մետրո, պետքա գովազ նկարեն, գովազ դասելով ես մի հատ սթորի պետքա նկարեմ։ Գայիս է սենց մի հատ կին տկ այստեղ չի կարելի նկարել, ասում ես ինքս ինձ եմ նկարում ու անկեղծ ասած այսինքն պահել եմ, որ ինքս ինձ նկարես ցամ։ Աղջիկ ջան, դու ինձ գժի տեղ ես դնում։ Ասում, «Դեռ դուք եք ձեզ վիրավորում, ընդհանրապես ոչ գժի տեղ»։ Ասում, «Կարամ հենց հիմա ցույց տամ»։ Ու ինքը ասում է, «Դե չի կարելի նկարել»։ Ասում, «Նայեք, ամեն օր ես մտնում եմ Facebook ու տենում եմ ինչքան ռեպորտաժ կա մետրոյի մասին։ Վիդեոներ են գցում, ասում է, «Դե չի կարելի գնա, թույլտվություն ուզի»։ Ինքը նախ շատ մունաթով պատասխանեց, բայց ես հավես չունեի իր հետ վիճի։ Ու իմիջիալոց մտածել էի այսօր այդ հարցը տա ոնց ստացվեց էլ ինչի չի կարելի նկարել։ Եթե անցել է, որտեղ իրոք իմաստ չկա, աշխարհի բոլոր իրականում մենք պետք է հասկանալ դետալները, ինչ հարց կա եւ ինչ խնդիր կա, այդտեղ չնկարելու հետ կապված եւ կարող է իրոք տենց հնացած կարգավորում։ Իմաստ չկա, եթե ապաստանը նույնիսկ քարտեզը կա մետրոյի, բոլորը գիտեն մետրոն որտեղ է, այդ ինչ ապաստանն է, որ բոլորը գիտեն։ Ու ամենայն դեպս իր այդտեղ ռազմավարական նշանակության կարող է լինել թունելների տեղադիրքերը, որոնք որ այդ նկարելով չեն կարող երևալ։ Իմաստ չկա։ Մի փորձեք իրոք պետք է հասկանալ։ Հանգիստ կանանք նկարենք։ Օրինակ ես կուզենամ մետրոյում sense հավես ինչ որ վիդեոներ նկարել, որ այդ կանայք են, կանանց մեջ եմ նստած, իսկ իրանց խնդիրն է, պետք է Այդ QR-ների գովազդները, որ պետք է նկարենք, այն ներքին խնդիր է։ Գիտեք ինչքան թույլտվություններ պետք որ նկարենք որ մարդիկ QR-ով։ Շատ դժվար իմաստը, բայց եթե լավ է։ Հավորտը իրոք իմաստ չկա, էլի։ Ոչ լավ է, որ ստացիքս խոսացեք։ Իրականում շատ լավ բան բասեցինք, ձեր մոտ իդեալական է ստացվում, էլ չթերագնահատեք։ Իդեալական ստացվում է չբամբասել, ձեր մոտ։ Բայց մենք կարող ենք հրահարենք, դեռ երկու ինֆորմացիա ստացանք։ Մեր հաջորդ ակտիվությունը ոնց որ կոչվում է հոսանքին հակառակ։ Մենք ձեզ ասելու ենք մի քանի ընդունված բաներ, որ ժողովուրդը գիտի, սենց է, դրա հակառակը դուք պետք է հիմա մեզ համոզեք, որ էդ է ճիշտը։ Բայց դա համաձայն լինեմ ժողովրդի հետ։ Չէ, պետք է հակառակը համոզեք։ Հա։ Օրինակ ինչու է հարկավոր աղբը գիշերները թափել։ Ինչու է հարկավոր աղբը գիշերները։ Հասարակությունը չի թափում, որտեղ տան գսմատը հանում են։ Դա դատել է։ Ես առաջին անգամ իմացա։ Ասեն մերելի միսա, մերելի Այդ միսն չեն է հանում չէ։ գիշերը, դա Հատենց բաներ։ Հա, Ես սնա այս լուրջ չգիտեի, առաջին անգամ եմ լսում։ Չեմ կարող կդարձեմ, ես չգիտեի, որ սենց թեմա կա։ Ոնց իմ տատիկը մի անգամ գիտեք ոնց է վրա ջղայնացել որ ես աղբը գիշերով ուզեցել եմ թափեմ, որտեղ ձմերուկի հոտ էր գալի, ասես չի կարելի, դա մերելի եսի ինչա։ Բայց բացի այդ սնավոտից զուտ մարդիկ գիշերը աղբը չեն թափում։ Նախ որտեղ արդեն աղբամանն այդ ժամին լիքն է։ Ինձ թվում է առհասարակ տրամաբանորեն նաև գիշերը չեն թափում, որովհետև մարդիկ առավոտն են տնից դուրս գալիս եւ երեկոյան վերադառնում, կարծում եմ դա մի քիչ նաև այդ կյանքի ցիկլի հետ է կապված, ոչ թե գիշերը։ Չգիտեմ, չգիտեմ, ես որ գիշերներն եմ դուրս գալիս։ Նաչնայա բաբը չկա։ Ինչու է հարկավոր աշխատանքի ժամին 1-2 ժամ սոցիալական ցանցերում լինել։ Պետքա մի փոքր կտրվեք եւ նայեք ռիլեր, որոնք որ ձեզ մի փոքր կապուշացնեն եւ կկտրեն այն ծանր իրականությունից, որի մեջ դուք եք։ Իսկ դուք ինչ բլոգերներ եք հետևում։ Որ ապուշ ռիլեր ասեցիք։ Բարակ Օբամային եմ հետևում։ Հայ բլոգերներից ում եք հետևում։ Ձեր ռիլերն ա բերում, մեկ, բայց երևի տենց վաղ։ Չեք լայքում։ Չեմ լայքում, ինչը դուրս գալիս եմ լայքում։ Հա։ Չգիտեմ, չի։ Հələ այսքան ժամանակ չեմ տեսել Տիգրան Ավինյան like your posts։ Չգիտեմ։ Ինչու պետք է ընդհանուր չաթերում ուղարկել միայն անհամ հումորներ։ Պետք է պաշտպանեմ, չէ՞։ Հա։ Ընդհանուր չաթերում պետք է ուղարկել անհամ հումորներ, որպեսզի ընկերներդ մի փոքր ուրախանան մյուս ընկերոջ անհաջողություններով կարևոր բան է ընկերության մեջ, այո, կարևոր բան է, կարծում եմ տենց իրար վրա տենց թեթև բոցիկներ բռնելը։ Իսկ դուք սիրում եք հայկական հումորը, նայում եք հայ հումորիստներին։
Stand-up check, նա։ Նայած։ Օրինակում Կան որ մեկը մեջ հավանում եմ։ Արթուր Չապարյանին հավանում եք։ Ռուսերեն լեզվով եմ հավանում իր ելույթները, հայերենը մի քիչ այդքան էլ չէ, եթե անկեղծ լինեմ։ Ինչու է պետք ամեն ցայտաղբյուրի կողքով անցնելիս ջուր խմել։ Էլ էս բառը չօգտագործեմ էլի։ Ցայտաղբյուր։ Պետք է ջուր խմել ամեն ցայտաղբյուրից, որպեսզի Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրների ջրի համը իմանանք։ Օ։ Էս էլ է էդիթի համար։ Շատ լավ է, շատ շնորհակալ ենք պարոն Ավինյան, մեր հարցերը ավարտվեց։ Հուսամ ձեզ կոմֆորտ էր այստեղ եւ հաճելի։ Մեզ նմանապես անկեղծ։ Այո, շատ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Դուք նայում եք նոր ալիքի զազակները, մեզ հյուրեր Տիգրան Ավինյանը, Երևան քաղաքի քաղաքապետը։ Բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողեք մեր մյուս զազակությունները։ Այսքանը գնացինք։ Հիմիկվայից դուրս կանք, որտեղ